Բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Թող բոլորիս օրը լցված լինի ուրախ եւ դրական պահերով։ Խնդրեմ, ցույց եմ տալիս, տեսնում եք, այսօր եմ այս սատիրները դրել բաժակների մեջ, 43 հատ դեղին ծիծակ պղպեղն է, իսկ այս պղպեղները մի քանի օր առաջ էի դրել բաժակների մեջ, բավականին մեծացել են։ Տեսնում եք ինչքան փոփոխություն կա, սրանք էլ նույնը կբարձրանան, կմեծանան, դեռ այսօր եմ դրել, թթվի ծիծակ է, որ թթու ենք պատրաստում, կարող ենք սամիթով, սխտորով փակել, 43 հատ դեռ բավականին ունեմ սածիլելու, նորից պղպեղ, ռեհան և լոլիկներ, սորտավոյ բավականին, ծաղիկ, խնդրեմ տեսեք դեռ աստիճանաբար կամանց հերթով անում եմ, որոնք որ մեծ են, սկսում եմ մեծերից, իսկ այժմ գնանք խոհանոց, ուզում եմ պատրաստել մի համով, մինչև սոուսը պատրաստելը, կսկսեմ կանաչիներից, կանաչիները, որը որ հարկավոր չէ, որը որ չեմ լվանալու, փաթաթում եմ թերթի մեջ, որպեսզի լավ մնա, կդնեմ պոլիէթիլենային բակետի մեջ, կդնեմ սառնարանի ցածի մասում, դարակում, իսկ մնացածը, որը պետք է ուտենք և ճաշի համար է հարկավոր, կլվանամ։ Կանաչին, որը պետք է օգտագործեմ, տեսեք ինչ լավ համեմ է։ Տեսնում եք, համեմները կոթնով է, ես կքաշեմ այսպող, այսպես լավ կլվանամ, հուսող ջրի տակ, բավականին ժամանակ էլ ջրի մեջ էի թողել, ջուրը թափել էի մի երկու անգամ, որ այս կոթունների մասից, այս հաստ մասում ավազ եղ չմնա, չգիտենք իր ջրերի մեջ են լվանում, դրա համար ուզում եմ մանրակրկիտ լվանալ, շատ լավ, այնպես բուրում է, որ էլ ասելու չի, շատ լավ շուկա է բուխտան, ճիշտ է փոքր տարածք է, ֆուդսիցի համեմատ փոքր է, բայց ամեն ինչ կա հայկական, որը որ շատ հաստ էր, ավազոտ էր, ես գլխի մասերը կտրել եմ այսպես, մեծ կլվանա, շուտով մեր հողամասի մաղադանոցն է կլինի, աշնանը ձամտակ է մաղադանոցը, իսկ հիմա գարնանը գիտենք բոլորս էլ, որ սա էլ կոտեմ է, հլը տեսեք հարգելիներս, ափսոսս գալիս է, մի քիչ դեղնել է, բայց ոչինչ, մարինկացը շատ է սիրում, աշնանը, որ անցած տարի գարնան ավելի ճիշտ ցանել էինք, մնում էր դե մաղադանոցը, գարունը կուտենք, ինչև կցանենք թարմը, հիմա սա տեղը տեղին լվանամ, մեկ լվալուց հետո դրել եմ հոսող ջրի տակ, տեսնում եք ջուրը պարզ, մաքուր, զուլալ, մի հատ էլ չխչփեմ, ոնց որ ասած մեր արտաշատցիների լեզվով, չխչփեմ, հանեմ, դնեմ քամվի, որ շատ չլխկեն, ահա, այսպես կդնեմ այս ցանցի մեջ թող քամվի, կչորացնեմ, նոր սառնարանը կդնեմ, քամիչի մեջ լավ քամվել է կանաչին, խոհանոցային սրբիչով հիմա չորացնում եմ, որպեսզի ջրային մաս չմնա, ահա, այսպես լավ չորացնում եմ թեթևակի, շատ չեմ սխմում, դնում եմ այս պլաստմասայի ամանի մեջ, շատ լավ մնում է, հերթով կշարեմ, համեմը համեմի հետ, ահա, կոտեմը, հիմա սամիտն եմ շարում, ահա, դրեցի սամիթը,
Հիմա կոտեմը կդնեմ, հերթով որ շարում ես վերցնելուն շատ հարմար է լինում, էլ չի խճճվում, սա էլ համեմը, շատ լավ է մնում, շատ այս ամանի մեջ, միշտ ինչքան գնել ենք, ես այդպես եմ արել, այս ուտելունը լվացել եմ, որպիսի օգտագործենք, մնացածը փաթաթել եմ թղթով, դրել եմ ցելոֆանի պակետի մեջ, դրել եմ սառնարանը, ամենատակը, դարակի մեջ, հարգելիներս, այս ամանի մեջ ոչ լխկվում է, ոչ ջրային մաս կա, որ դեղնի, կամ մի տեսակ լորձոտում է, ցելոֆանի մեջ որ դնում ես, մի տեսակ ոնց որ ջրից լորձոտի, հիմա այդպես, սիրուն, ակուրատնի, կդնեմ սառնարանը, շատ լավ է մնում, երկար ժամանակ չի փչանում, չի փափկում, ոչ մի բան չի լինում, սիրելիներս այսօր որոշել եմ պատրաստել, քանի որ ունեմ թարմը տավարի միս, թարմը կանաչիների փունջ, մի համեղ սոուս խիտ, թարմը կանաչիով, մսով, տնական լեչոյով, մի համեղություն, խիտ սոուս, թութակի համար, եթե ձայները լսում եք, ներող կլինեք, հարգելիներս, հիմա սկսում եմ լվանալ սպունգով կարտոֆիլը, տեսեք ինչ խոշոր կարտոֆիլ է, շատ լավ, ոնց որ նորը լինի, այս խոշոր կարտոֆիլից վերցրել եմ 6 հատ, բավական է, հիմա մի հատ կլվանամ, հետո նոր կմաքրեմ, խնդրեմ, հիմա լվանում եմ, մենք միշտ ցանել ենք կարտոֆիլ, շատ, այդ մեծ հողը որ մշակում ենք, կարտոֆիլ շատ ենք ցանում, այս տարի մի փոքր տեղ ենք ցանել, մեր այս հողամասում, միշտ ունենում ենք կարտոֆիլ, բայց որ ձմռանը պահելու տեղ չենք ունենում, դրա համար քիչ ենք ցանել այս տարի, այնքան որ ամռանը խորովածի հետ, շատ լավ է լինում, որ սմբուկ, լոլիկ, պատրճամիս անում ենք, կարտոֆիլն էլ հետը շատ համեղ է լինում ամռանը, թարմը մանր կարտոֆիլը տապակած, ժարի տարած, մի քիչ ենք արել, այս տարի չգիտեմ, երևի դարձյալ մի փոքր տեղ կանենք, չի բավականացնում, որ շատ անենք, տեսնում եք ոնց է ճվճվում մեր հրաշքեշան, դրա համար քիչ կանենք, որ բանջարեղեններին բավականացնի, խնդրեմ, հիմա կլվանամ, կմաքրեմ, բոլոր բաղադրիչները կպատրաստեմ, նոր ցույց կտամ, թե ես ինչպես եմ շարովի եմ անելու, միսը չեմ եփելու, հարգելիներս, շարովի սոուս եմ անելու, քիչ ջրով, հիմա մաքրեմ սա էլ, մնացածը կադրից դուրս կմաքրեմ, կլվանամ, կկտրտեմ, բաղադրիչները կպատրաստեմ, նոր միասին, թարմը միսը կտրտել եմ, լցրել եմ հոսող ջրի տակ, թող ջուրը գնա, լավ կլվանամ, կլցնեմ ջրքանվի, որպիսի պատրաստեմ սոուս, սոուսի միսը չեմ եփելու, այլ հերթականությամբ, սոուսի համար բոլոր բաղադրիչները լվացել եմ, մաքրել եմ, պատրաստել եմ, միսը լվացած ջրքանված է, մաքրել եմ կարտոշկան և կտրտել, մաքրել եմ 2 միջին չափսի սող, թարմը կանաչի, համեմ, սամիտ, մաղադանոս, այստեղ էլ չորացրած ռեհան մարզան է, ծիտրոնը, աղ եմ դրել մի քիչ, մի լավ ճաշի գթալ տոմատի մածուկ, մի ճաշի գթալ աղացած կարմիր պղպեղ և մեր պատրաստած տնական լեչոն, հիմա սա էլ կաթսան է, այս կաթսայի մեջ պետք է և կաթսայի մեջ դրել եմ մաքուր տնական հալած յուղ, տնական ասելով կարագն եմ հալել, սիրելիներս, սկսում եմ պատրաստել, սոխը 2 կես եմ արել, այսպես, այս մասերը, որը դուրս են գալիս, ահա, կկտրտեմ, երկար,
Կարող են կիսա լուսնաձև էլ կտրտել, ով ինչպես ցանկանում է։ Սա էլ թող կիսա լուսնաձև լինի, ահա։ Մի հատ սոխ կփրթեմ տակը, կտրտեմ յուղի վրա։ Այսպես ձեռքով կտրորեմ, կավելացնեմ մի փոքր տակտեղ, կարմիր պղպեղ, մի փոքր տոմատի մածուկ, կես կթալ, մի փոքր ռեհան մարզա, մի փոքր համեմ և սամիտ, մի փոքր էլ ջուր կլցնեմ կաթսայի տակը, որպեսզի սոխը, տակտեղը և տոմատի մածուկը չկպչեն, կես բաժակ, խնդրեմ, սա բավական է։ Հիմա ես կշարեմ միսը, ոսկորոտ, չեմ եփել, հում վիճակում է, միսը կշարեմ, սիրուն, դե միսը ուշ կեփի, կարտոֆիլը երեսը կդնեմ, որ շուտ է եփում, սա դնեմ մի կողմ, մսի վրա աղ կլցնեմ, այսպես, կշարեմ կարտոֆիլը, խոշոր եմ կտրել, որ մսի հետ եփի, դեռ դա փոքր է, ուղղակի թող մի քանի հատն էլ հալիմով լինի, կտրորվի ավելի լավ կլինի, մի փոքր ջուր եմ լցնում, որովհետև մի փոքր թող թաթախեն ջրի մեջ, ուտեմ, նորից կարտոֆիլը կաղեմ, նորից կլցնեմ կանաչին, մեր մնացած կարմիր պղպեղը աղացած, տոմատի մածուկը, չոր կանաչին, իսկ հիմա սոխը, նորից կիսա լուսնաձև, ձեռքով եմ անում այսօր, խիստ չդատեք, սիրելիներս, իմ խոհանոցում է մեզ համար է պատրաստում, կարող է գեղեցիկ չերևա, բայց տնավարի ճաշ եմ եփում, ինչ ասիք, ճիշտ չեմ ասում, ահա, մնացած կարտոֆիլը կլցնեմ, այսպես հավեսով, սիրուն, սոուս կեփենք, խնդրեմ, հիմա կլցնեմ մի փոքր էլ աղ, շատ չեմ լցնելու, կլցնեմ մեր լեչոն, այսպես գթալով, սիրուն, շատ համեղ է, մեր պատրաստածն է, իհարկե ամռանը պատրաստել ենք, հիմա վայելում ենք, սա էլ այսպես, և մնացած թարմը կանաչին, բերանը կծածկենք, կդնենք եփվելու, հենց որ պատրաստ լինի, արդեն կհամտեսենք ընթացքում, աղը քիչ լինի, կավելա, տեսնում եք, մի բուրմունք է տարածվել, անուշ համու հոտ է տարածվել մեր խոհանոցում, տեսեք գույնը անուշ, ճաշը անուշ, ես անուշ, որ պատրաստել եմ, մեզ համար սիրով ներկայացնում եմ ձեզ, իմ հարազատներ, բարեկամներ, շատ համեղ սոուս ստացվեց, խիտ ճաշ, կարելի ասել, հիմա 5 րոպեից կանջատեմ, պատրաստեցի, վերջացրեցի, ահա վերջ, ձեզ ցույց եմ տալիս սիրելիներս, խիտ ճաշը, մսով, կարտոֆիլով, լեչոյով, թարմականաչիներով, սոուսը, էլ չեմ լցնում ափսեն,
տեսնում եք ինչքան գեղեցիկ, ինչքան անուշ համով հոտով բուրում է, որ չեք պատկերացնի, շատ համեղ սոուս ստացվեց։ Սիրելիներս, պատրաստեք, վայելեք, մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին, միշտ գեղեցիկ մնաք, միշտ հմայիչ և մի երկտող բոլորիս համար, մեզ կանանց համար, ամեն մի կին մի գարուն է, արփած ծաղկի բուրմունքով, ամեն մի կին մի արև է, գարնանաբույր շողերով, միշտ գարնանաբույր շողերի մեջ մնաք, սիրելիներս, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։